Սարգսյանի քրեական դատարանը նախագահությամբ դատավոր Մերկոնյանի, քարտուղարությամբ նիստերի քարտուղար Մկրտչյանի շարունակում է թիվ ԵԴ1 17720123 գործի քննություն ըստ մեղադրանքի Վահրամ Ներսիսյանի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 507 հոդվածի 2-րդ մասով նիստերի քարտուղարին զեկուցել կողմերի և մասնակցող անձանց դատարան ներկայանալու շփոթման բացատրությունից դատարանչների ներկայանալու պատճառների մասին։ Պատվարժան դատարան դատական նիստին ներկայացել են հանրային մեղադիր Հեսա Յակոբյանը, պաշտպան Գրիգորյանը, բժող Անգելիկա Ունդիկյանը, բժողի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը, մեղադիր Վահրամ Ներսիսյանը, բացակայականություն չկա։ Նկարահանումները իրականացնում ինչ Հակակոռուպցիոն բլոկ Ռադվա Կալադեմյան Ելենա Ամեն իսկի բեկում Եվ ուզանամ կողմերի դիրքորոշումը հատկապես մեղադրյալի դուք առարկություն ունեք, որ տեսանկարահանվի և տեսաձայնագրվի։ Կա որևէ արձանագրեք, որ ընկերությունն է և Պատվարժան դատարան դատարանի ներկայացել հակակոռուպցիոն բլոկի ռազմական կայքի լրատվող Իրենա Ադամյանի կողմից նշանակությունը Շարունակեք, դատարանը նույնպես որևէ առարկություն չունի։ Հաշվի առնելով, որ բացակայող անձինք չկան, դատարանը պարզաբանում է, որ նախորդ դատական նիստում որոշվեց հարցում կատարել վարույթն իրականացնող մարմին դատարանի հաղորդման հիման վրա և ստացել ենք պատասխան, ինչպես նաև հարցում է կատարվել սահմանահատումների վերաբերյալ փետրվարի 25-ին ստացել ենք պատասխան, որ վկա Հերմինե Վարդանյանը 2025 թվականի հունվարի 21-ին մեկնել է Երևանից և նրա վերադարձի վերաբերյալ տեղեկություններ չկան փետրվարի 25-ի դրությամբ, նմանատիպ հարցում ենք նաև փետրվարի 10-ի դրությամբ։ Դատարանը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր անձնագործությունների քննության բաժնի պետից ստացել են ընկերություն այն մասին, որ իրենց վարույթում քննվող տիպ 091-043-25 քրեական վարույթի շրջանակներում հունվարի 16-ին Հերմինե Գառնիկի Վարդանյանը ներկայացել է Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ցուցմունք է տվել, այսինքն հունվարի 16-ին վկան ներկայացել է քննչական բաժին, մենք վկային տեսակապի միջոցով փորձեցինք հարձակվել դեկտեմբերի 18-ին, սակայն վկան պնդեց, որ ի վիճակի չէ, որից հետո ներկայացվել է հարցաքննության արձանագրությունը, դատարանը ընդամենը արձանագրում է, որ 2025 թվականի հունվարի 16-ին վկան կարողացել է ներկայանալ Քանաքեռ Զեյթունի քննչական բաժին։ Վկայի հարցաքննության արձանագրությունը դատարանը չի հրապարակում, քանի որ այս վարույթի շրջանակներում չի հարցաքննվել։ Քննչական մարմնի կողմից դատարանին ներկայացվել է 05/05/2022 թվականին անձանց առանց իրավաբանական անձ կազմավորելու համատեղ գործունեության պայմանագրի պատճեն։ Դատարանը հրապարակում է այս պայմանագրի առարկան և ներածական մասը, քանի որ գտնում է, որ դա վերաբերել է այս գործին, այսինքն Վահրամ Ներսիսյանի կողմից մատնանշված պայմանագրի պատճենն է, հավանաբար հրապարակելուց հետո կտանք ծանոթանալ, տեսնեք այս պայմանագրի մասին էր խոսքը, թե ոչ, այո։ 2022 թվականի մայիսի 5-ին Վիկտորի պարկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, այնուհետև կողմ 1 իդեմս տնօրեն Հերմինե Վարդանյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, և ուրախ ժամանց սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, այնուհետև կողմ 2 իդեմս տնօրեն Վահրամ Ներսիսյանի, ով գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, երկուսը միասին այսուհետ կողմեր, վարեցին բանակցություններ և կնքեցին այս պայմանագիրը հետևյալի մասին, պայմանագրի առարկան։ Կողմերը պարտավորվում են միավորել իրենց ջանքերն ու ավանդները և առանց իրավաբանական անձ ձևավորելու, առանց իրավաբանական անձ կազմավորելու, գործել համատեղ շահույթ ստանալու նպատակով։ Կողմերի համատեղ գործունեությունն իրականացվելու է միայն Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի հաղթանակ զբոսայգու տարածքում, այնուհետև համատեղ գործունեություն։
Բոլոր այլ վայրերում եւ այլ բնակավարներում գործունեության վրա պայմանագիրը չի տարածվում եւ կողմերը կգործեն առանձին առանց ավանդների եւ ջանքերի միավորման։ Այսքանը գտնում եմ, որ մեղադրանքի փաստական հանգամանքներին վերաբերելի էր։ Կողմերը առաջարկություն կամ կողմերը միջնորդություն ունեն այս փաստաթուղթը ամբողջությամբ հրապարակելու կամ ցանկանալ ծանոթանալ։ Մի քանի վայրկյան Դուք մի հատ տեսեք մեղադրյալը ձեր ասած պայմանագիրն է, դուք նշում եք պայմանագիր եք կնքել, այնտեղ տվեք ես հրապարակեմ ներողություն, պայմանագիրը բաղկացած է 8 էջից 9-րդ էջում եզրափակիչ դրույթներ, 14-րդ էջ, որտեղ առկա է ուրախ ժամանց ընկերության կնիքը, Վարան Ներսիսյանի ստորագրությունը, ինչպես նաև Վիկտորի Պարկ ընկերության կնիքը եւ Հերմինե Վարդանյանի ստորագրությունը։ Խնդրեմ, տեսեք այս պայմանագրերի մասին է, կարող եք չէ պատասխանատվություն, ոչ ոք ուզում են հայ։ Խնդրեմ։ Դա գործը չի։ Փոխանցեք դժոխ, դուք ցանկանում եք ծանոթանալ։ Տվեք պաշտպանին։ Քննարկման դասանի հարցումը տրամադրեք ու քննչական մարմնի ստացված դրությունը։ Սահմանահատումների տեղեկանքը պետք չէ։ Չէ։ Այս դրությունը սա է դատարանի հարցումը։ Ամենը միստեր արժույթը խնդրում եմ այստեղ։ Դիմեք դա դիմեք։ Սահմանահատումները Ես էլ փետրվար ամսին, ըստ էության մի տեղեկություն։ Պայմանագիրը դատարան այս փաստաթղթերը համարում է հետազոտված։ Ըստ էության այս փաստաթղթերը դատարանը ծանրել է այլ հետազոտման ենթակա ապացույցները ծավալը լրացուցելու շրջանակներում։ Այս փաստաթղթերի վերաբերյալ կողմերը հայտարարություն ունեն, խնդրեմ։ Ես չունեմ պատվաժան դատարան, նախ վկայի հարցաքննության արձանագրության մասով հրապարակման տեսանկյունից այդ հարցաքննության արձանագրությունը քրեական վարույթի նյութ է, այլ ոչ թե այս գործով ցուցմունքը դատարանի, հետևաբար ես կարծում որ դա չի հրապարակվում այն կառուցակարգ շրջանակում, որ դատարանում հրապարակվում է, եթե կան հիմքեր հարցաքննելուց հետո։ Սա ուղարկված նյութ է, որի հետ կապված անձի կողմից տվյալներ կա հայտնված, եւ դրանք այդ տրամաբանության մեջ կարծում պետք է հրապարակվեն։ Ինչի եմ դա ասում, որովհետեւ իմ խորին համոզմամբ դրանով ակնհայտ հաստատվել է պետական դատարանում ցուցումներ եւ դա նաեւ այս քննության շրջանակում կարծում դատական ակտակայացնելուց հետո նաեւ այդ հարցի քննարկումը պետք է դատարանում ունենա, որ եթե հանձնասությունում կտավել, այդ ամբողջությամբ միջոցներ ձեռնարկի կամ թեկուզ մենք կձեռնարկենք։ Այս առումով կարծում եմ, որ այդ արձանագրությունը հրապարակման ենթակա է, բայց ոչ են կարծում, որովհետեւ ցուցումների հրապարակումն է նախատեսվում
ներկայացում է որպես հանրի նյութի հրապարակում։ Սա առաջինն է եւ երկրորդը իհարկե ես միջնորդում եմ այդ պայմանագրի հետ կապված մեղադրանին հարցաքննելու, եթե դատանը գտնի, որ այս փուլում ներկայացնեմ, հիմա կներկայացնեմ, եթե չէ, ուղղակի տեղեկացնեմ, որ հիմա միջնորդություն ունենալու, պատասխանը շատ լավ չի, պատասխանը երկրորդ։ Այսինքն միշտ օգնում եք դատարանին, որպեսզի դատարանը հարցաքննի մեղադրանին։ Ես միջնորդում եմ, որպեսզի մեղադրանին լրացուցիչ հարցաքննենք այդ համատեղ պայմանագրի հիմքով, որտեղ մեղադրյալը նույնանվազն չեմ հիշի ինքը թե պաշտպանը նախորդ ասում էին, որ վճարումը կատարվել է Վիկտորի պարկի կողմից։ Հիմա մեղադրյալը նոր ասաց, որ այս պայմանագրի ընդհանրապես կապ չունի այս ամեն ինչի հետ, հիմա դա կապ չունի Բաղուխի իրով Ցանկանում եք ցուցմունք տալ դուք այս լրացուցիչ հարցերի վերաբերյալ։ Ոչ։ Չեք ցանկանում։ Ոչ։ Մեղադրյալը չի ցանկանում։ Ապա դուք հայտարարություն ունեք, խնդրեմ։ Պատվարժան դատարան նախ մեղադրյալի Ես ներողություն, դիրքորոշում եք հայտնում, խնդրեմ։ Որ ամեն ինչի հետ կապ չունի ներկայացված փաստաթուղթը, այլ ասեց, որ ես չեմ ցանկանում դրանց ծանոթանալ, քանի որ իմ մեղադրանքի հետ առնչություն չունի, ինչը մենք ի սկզբանե պնդել ենք։ Ինչ վերաբերում է ցուցմունք հրապարակելուն, ապա ես առարկում եմ տվյալ միջնորդության դեմ, մենք չենք կարող մեկ այլ վարույթի շրջանակում ստացված ապացույցը հարցաքննության արձանագրությունը ինչ է ինքնին ապացույց է համարվում, հետազոտել մեկ այլ իրական վարույթի շրջանակներում, այն դեպքում, երբ մենք ինքներս չենք մասնակցել տվյալ անձի հարցաքննությանը եւ դրա հրապարակումը նախ իրավաչափ չէ, որովհետեւ մենք չունենք որևէ օրենսդրական կարգավորում, որ մեկ այլ իրական վարույթի շրջանակում ստացված ապացույցը կարող է մեկ այլ վարույթի շրջանակներում հետազոտվել եւ դրանից զատ իմ վստահորդի իրավունքը կխախտվի հակընդդեմ հարցման անձին ենթարկելով։ Հարգելի մեղադրող, դուք ինչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ։ Ներկայացնող փաստաթուղթ հետազոտելով կապված առնչություն չունի պատվարժան դրան, քանի որ ըստ էության որպես հարցաքննության արձանագրություն չի հրապարակվում, այլ վարույթի նյութ կարծում ես առումով որևէ խնդիր չեն ունենալու, որևէ մեկի իրավունքի խախտում են ամեն դեպքում առավել ևս առկա չէ։ Եթե դուք Խնդրեմ, ամփոփ վերացնի բանալը։ Այստեղ խնդիրը ինչ է, որ այս հարցաքննության արձանագրությունը հրապարակի դառնալու ապացույցի տեսակ որպես ցուցմունք։ Պատկերացնում որ ընդհանրապես այս գործը կապ չունեցող, ընդհանրապես երրորդ քրեական գործով նույն վկան ինչ-որ տվյալ է հայտնել, եւ այդ տվյալը կողմը բերում է ներկայացման դատարան, ասում է տեսեք այնտեղ այս վկան այս տվյալը հայտնել։ Այդ ցուցմունքը հրապարակումը, բայց սա չդարձավ, այսինքն մենք ցուցմունք չենք հրապարակում, հարցաքննության արձանագրություն ենք հրապարակում, դրա տվյալը պետք է օգնի քննությանը, բայց ոչ թե դա պետք է լինի ցուցմունքի տեսքով ապացույց։ Այսինքն այս առումով գործընկերոջ մտավախությունները տեղի չեն, որտեղ դա չի կարող կիրառվել որպես ցուցմունք անձի դեմ կամ անձի յուղոտ։ Դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը գտնում է, որ Քանաքյար Զեյթուն քննչական բաժնում թիվ 091-043-25 քրեական վարույթով Հերմինե Վարդանյանի ցուցմունքը հրապարակման ենթակա չէ, քանի որ նա հարցաքննվել է նաև մեկ այլ գործի շրջանակներում, դատարանը նպատակարար գտավ հրապարակի հարցաքննության ամիս ամսաթիվը այդքանը բավարար է, իսկ որպես այլ փաստաթուղթ այլ վարույթով տրված ցուցմունքը չի կարող արտադրել, չի կարող դիտվել որպես ապացույց։ Ապացույցների անթույլատրելիության վերաբերյալ կողմերը դիրքորոշում ունեն։ Որոշվածություն մասնա խոսքը ընդհանրապես հետո այլ միջնորդություն է չէ հարցը։ Ինչ միջնորդություն։ Պատվարժան դատարան Հերմինե Վարդանյանը հարցաքննության ժամանակ, երբ տեսակապով հարցաքննվում էր, ցույց էր տալիս ականատերին, որ շատ վատ վիճակում է, առողջական չի ներում, որպեսզի հարցաքննվից մենք արձանագրեցինք, որ ականատերին խուսափում է ցուցմունք տալուց եւ ըստ էության այդ առումով սուտ ցուցմունք է տալիս։ Դատարանը ներկայացնում ենք այդ նույն օրը հարցաքննության գիշերը նրա եւ ուժողի մերձավորի հետ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որի ժամանակ Հերմինե Վարդանյանը մոտ ժամուկես շատ ակտիվ խոսում է, բացատրում է, որ ինքը աշխատում է ոսկու շուկայում, տարբեր երկրներ է գնում գալիս, որ այո վիրահատվել է, բայց արդեն առողջականը լավ է, կարող է նորից մեկնել եւ այլ, այսինքն այդ ամեն ինչը վկայում է, որ անձը դատարանում սուտ ցուցմունք է տվել եւ այս փաստական տվյալը դատարանը ներկայացնում ենք, որպեսզի կցվի գործին եւ նաեւ միջնորդում ենք, որպեսզի դատարանը
Պեկին հարցում կատարի Հերմինե Վարդանյանի թե որտեղ է աշխատել և աշխատում 2021 թվականի հունվարի 1-ից սկսած, ինչ պաշտոն է զբաղեցել, ով է նրա գործատում, ինչ աշխատավարձ է ստանում, մինչև սա դատանին դիմում, ես դատանը չի ծանոթել, նախորդին հարցում կատարել ենք Պեկին, սակայն Պեկը մերժում է տվել, նշելով, որ այստեղ այնպիսի տվյալներ են, որ մենք չենք կարող պահանջել, իսկ դատանը կարող է պահանջել, այս ամենը ներկայացնելով խնդրում կցել գործին և այդ հարցումը կատարել Պեկին, որովհետև այդ տվյալների հիման վրա կարող են և պարտավոր են գնահատել վկայի ցուցմունքները և այդ ցուցմունքների առումով նաև ակնհայտ ցուցում տալու հարցը, որը պարտավոր քննարկման ենթարկվեց ու հարցումն ու պատասխանը, ինչպես նաև համապատասխան կրիչը հրաշքան ներկայացնում որպես այնպես։ Ինչ դիրքորոշում ունեք։ Արժան դատան, ես ցանկանում ճշտել արդյոք տվյալանոցը տեղյակ եղել է, որ հեռախոսային խոսակցությունը ձայնագրում են թե ոչ։ Եթե կարելի է այդ ոչ, չէ։ Ես կարծում եմ, որ այստեղ անձի հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքի խախտում կլինի ու նաև այդպիսի հանցակազմ ունեն քրեական օրենսգրքում և եթե անձին գաղտնի ձայնագրել են ու հիմա ներկայացնում է երրորդ անձը, ոչ կոնկրետ կողմը նույնիսկ, ով որ մասնակից է եղել տվյալ խոսակցությանը, ես գտնում եմ, որ մենք նվազն կունենանք այդպիսի հանցակազմ։ Բացի դրանից չեմ հասկանում ինչի համար ենք դա կցում գործին, այնպես չի, որ Հերմինե Վարդանյանը ինչ-որ դուրս տվյալներ է հայտնել, որի արժանահավատությունը մենք պետք է քննարկենք, անձը ընթացքում ասում է, որ չի հիշում և այլն։ Ես կարծում եմ դա եթե պետք է դժոխք կողմին քննարկվի անձի արարքում սուտ ցուցմունք տալու հանցակազմի առկայությունը, այլ կարծում եմ դա պետք է արվի զինվարույթից հետո կոնկրետ հաղորդում ներկայացնելով և մենք չպետք է այս պահին վերցնենք նյութեր հետազոտենք ուսումնասիրենք, հասկանանք, որ տվյալ անձը սուտ ցուցմունք է տալիս ու այդ ուղղությամբ քննությունը տանենք։ Այստեղ մենք քննում ենք ի վստահողի վերաբերյալ մեղադրանքը ու նաև Հերմինե Վարդանյանին հարցաքննելու իմաստը նրանում է, որ մենք հասկանայինք ինչ պայմանագիր է կնքվել, ինչ կետեր են այդտեղ նախատեսված, ես ներկայացված միջնորդությունից ձայնագրություններն եմ լսել, այդպես եմ հասկացել, որ դրա համար է անձը կանչվում ենք, հիմա պայմանագիր ունենք, ինչի համար ենք մենք Հերմինե Վարդանյանի հարցաքննում։ Դուք դիրքորոշում ունեք մեղադրյալության տանում եք ինչ-որ բան ասել։ Ես եմ գտնում, որ զայնագրությունը հրապարակումը Հերմինե Վարդանյանի ընդհանրապես այսօրվա քննող գործի հետ որևէ կապ չունի։ Լսելով ներկայացված միջնորդությունը ուսումնասիրելով հարցման վերաբերյալ միջնորդությունը, ինչպես նաև ներկայացված ձայնագրավորման վերաբերյալ հայտարարությունը, դատարանը գտնում է, որ փաստական հանգամանքները կապ չունեն մեղադրանքի փաստական հանգամանքների հետ։ Դատարանը իր նախաձեռնությամբ որոշեց լրացուցիչ տեղեկություններ պահանջել, խնդիրը հենց պայմանագիրն էր, որի վերաբերյալ հիշատակում արեց մեղադրյալը և տնօրենին հարցաքննեին պայմանագրի և համատեղ գործունեության վերաբերյալ։ Այսօր դատարանը իր ձեռքբերումի պայմանագիրը հետևաբար Հերմինե Վարդանյանի գործունեությունը դատարանը չի համարում վերաբերելի այս մեղադրանքի փաստական հանգամանքների շրջանակներին։ Պարոն Սարգսյան, ինչ վերաբերվում է այդ օրը ակտիվ խոսակցությանը, դատարանը ինչու հրապարակեց հարցաքննության արձանագրությունը և շեշտեց, որ Հերմինե Վարդանյանը ներկայացել է Քանաքեռձ լեթունի քննչական բաժին, առնվազն 4 ժամ ցուցմունք է տվել, տեսաձայնագրությունը կա, հետևաբար դատարանը արձանագրեց, որ Վարդանյանը խուսափել է ներկայանալ դատարանում։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունից բացակայում է դատարանը ըստ էության այլևս Հերմինե Վարդանյանի հարցաքննությունը այս գործի շրջանակներում նպատակվարմունք չի համարում, քանի որ պայմանագիրը արդեն դատարանի ձեռքի տակ է։ Ուստի այս միջնորդությունը մերժվում է։ Ապացույցների անկրիլատրելիության հարցի վերաբերյալ կողմերը միջնորդություններ ունեն։ Հետազոտված ամբողջ ապացույցները թույլատրել են։ Դուք ունեք, պարոն Սարգսյան։ Դուժող դուք ունեք, մեղադրյալ դուք ունեք։ Դատարանը իր նախաձեռնությամբ քննարկման առարկա է դարձնում 2024 թվականի ապրիլի 23-ին մեղադրյալի հարցաքննության արձանագրությունը, որը
թյուրիմացաբար տեղի ունեցել առանց մեղադրյալին իր սուտ ցուցմունք տալու եւ լրելու իրավունքը պարզաբանելու, որը պարզաբանվել է հարցաքննության վերջնամասում։ Եվ դատարանը գտնում է, որ այդ հարցաքննության արձանագրությունը պետք է ճանաչվի անթույլատրելի ապացույց, քանի որ չի ապահովել մեղադրյալի լրելու իրավունքի պարզաբանումը եւ մեղադրյալը ըստ էության փաստացի չի նախազգուշացվել ականայից սուտ ցուցմունք տալու վերաբերյալ օրենքով սահմանված 326 հոդվածի կարգավորումներով։ Որոշումը դատարանը կտրամադրի կողմերին օրենքով սահմանված ժամկետում։ Եզրափակիչ ելույթներին պատրաստ է կարելի կողմերը։ Այո, այս պատվաժանը նշված ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին որոշումը ստանալուց որ եզրափակիչ ելույթը հանդես գա։ Խոսքը նախաքննական ցուցմունքի մասին է։ Ոչ, դատաքննական ցուցմունքին, այստեղ մեղադրյալը ցանկություն հայտնեց ցուցմունք տալ, ով նախազգուշացված չէր ակնհայտ սուտ ցուցմունք տալու մասին եւ նրան պարզաբանված չէր լրելու իրավունքը, ուստի դատարանը գտնում է, որ դա պետք է ճանաչել անթույլատրելի ապացույց։ Դատարանը որոշումը կտրամադրի օրենքով սահմանված ժամկետում, հաջորդ դատական նիստին հավանաբար պատրաստ կլինի եզրափակիչ ելույթ։ Պատվաժանը խոսքը ես ճիշտ եմ հասկանում, հիմնական դատարկության ընթացքում մեղադրյալին դատարանում Այսպարագամ, այսինքն նրա մասին է խոսքը, որ դատարանի կողմից չի զգուշացվել լրելու իրավունքի մասին։ Եվ պարագամ հետևանքները պետք է վերացվի, չեզոքացվի թույլ տրված խախտումն եւ վերադառնանք հիմնական դատաստանին մեղադրյալին կարողանանք հարցաքննել։ Նոր մեղադրյալին հարցրեց, մեղադրյալը հայտնում է լրացուցիչ ցուցմունքների մասին։ Ներողություն։ Պատվաժան դատան լրացուցիչ հարցերին պատասխանելու մասով վստահորդից հայտարարեց, որ չի ցանկանում պատասխանել դրանց, իսկ հիմնական նրա տված ցուցմունքը եթե անթույլատրելի է ճանաչվում, ես կարծում եմ, պետք է ժամանակ քննարկենք, հասկանանք անհրաժեշտություն կա նորից ցուցմունք տալու, թե ոչ, դրա համար պատմության դատական նիստը այդ հիմքով է կազմել, հաջորդ դատական նիստին մենք կհայտարարենք։ Պարոն Սարգսյան, սահմանամիտ մոտ է վերադարձնենք, ըստ էության սրա անհրաժեշտությունը չկա, դատարանը մերժել։ Ես հայտարարություն անեմ, դրանից հետո որոշենք, էլի։ Իհարկե դատարանը արդեն որոշում կայացել է, բայց մենք իսկ որոշումը արտահայտենք, որտեղ բկայի ցուցմունքը գնահատելու համար, դա այսինքն մենք այստեղ չենք ասում, որ այս հանգամանքները մեղադրանքի առնչություն։ Այստեղ գուցե մի քիչ գործը կարող ենք այլ կերպ պատկերացնել, բայց մենք պատկերացնենք, որ սպանության գործով միակ վկան գալիս է դատարանում, ասին նման ցուցմունք կա տալիս, տվյալներ է հայտնում ու սուտ է ասում։ Հիմա այդ սուտը, երբ որ բերում ենք այդ հաստական տվյալը հիմնավորում ենք, որ ինքը սուտ է ասում, ոչ ենք ասում մեղադրանքի հետ կապունացնենք, որ վկան սուտ է ասում։ Հիմա այս նույնի համար ենք ներկայացել, որ այս հանգամանքը պարզաբանվել, հետևաբար ես գտնում եմ, որ դա պետք է մնա գործում, որպեսզի հետագայում եթե ստանալուծեն նաև այլացանել դերակատարման հարցին, այդ հարցը հաստական տվյալը բարություն դա։ Սա մեկ եւ երկրորդը մենք եւս այսօր խնդրելու ենք, որ դա ձգվի, որովհետեւ չի բացառում, որ այս համատեքստում նաև այլ միջնորդություն ունենանք, այդ հաջորդ նիստին կարծում նաև պաշտպանության կողմերի կարծիքը կասեմ այլ Լավ, հաջորդ դատական նիստի օրվա ժամին մասին պայմանավորվում։ Մայիսի 22-ը հարմար է 11:30 Այո։ Ամբողջ օրը հարմար չի։ Իսկ 21-ը հարմար է։ 21-ին ես միջև 2-ը կարող ժամը 12:30 որ երկուսն ավարտում միջև հանդիպում կա։ Հաջորդ դատական նիստը նշանակում 2025 թվականի մայիսի 21-ին ժամը 12:30 նիստին ներկայացնողները համարվում են պատշաճ ստանոցված դատական նիստը հայտարարվում է փակված։